Ողջույն սիրելի ռադիոլսողներ եւ դիտողներ, ես Մանե Բարեղամյանն եմ եւ գործարար Ալիքի հետ միասին սկսել ենք նոր հաղորդաշար, որը կոչվում է 2X։ Ինչպես գիտեք, կինը իր մեջ կրում է 2X քրոմոսոմներ, որոնք էլ դրսևորում եւ ձևավորում են կրնոջ առանձնահատկությունը։ Այսօր մեր 2X հաղորդաշարի հյուրն է եզակի եւ բացառիկ մարդ, ծանրամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, առաջին հայ կինը, ով դարձավ անկախ Հայաստանի առաջին կին աշխարհի չեմպիոնը, Նազիկ Ավդալյան սպորտի զարգացման հիմնադրամի հիմնադիր տնօրեն Նազիկ Ավդալյանը։ Ողջույն Նազիկ։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Լավ, շնորհակալություն։ Դուք ո՞նց եք։ Շատ լավ։ Ես անկեղծ այս զրույցին շատ երկար եմ սպասել։ Շնորհակալ եմ։ Ասեմ ինչու, որովհետև ձեր վերջին տարիների ակտիվ գործունեության շրջանում այնքան հարցազրույցներ, որքան որ դուք տվել եք, փորձել եմ բոլոր հարցազրույցները նայել, հետևել, եւ դա ունեցել է իր երկու պատճառը։ Առաջին հերթին այն պատճառով, որ միշտ ձեզ սիրել եմ որպես մարզիկ, որպես սպորտսմեն, որպես մարդ, ով սպորտի ոլորտում մեծ ձեռքբերումներ ունի եւ ինձ հետաքրքիր է եղել տեսնել այդ անցած ճանապարհը, եւ երկրորդ կետը ինձ համար, որ ես ամեն անգամ ոգեշնչվել եմ ձեզնից եւ անկեղծ կլինեմ ամեն անգամ մարզասրահ գնալուց, երբ որևէ բան չէի ուզում անել կամ ալարում էի անել, միշտ ոգեշնչվել եմ ու մտածել եմ, որ եթե Նազիկը կարողացել է անել, գտել է իր մեջ իր կանացի մարմնում այդքան ուժ, ապա ես ինչու պիտի դա չանեմ։ Ես միայն ուրախ եմ դրա համար, անկեղծ շատ, եւ դա իմ ամենամեծ ձեռքբերումներից մեկն է, երբ նման արտահայտություններ եմ լսում, նման պատմություններ, դա ինձ համար անչափ կարեւոր է։ Նազիկ, դու գիտեք, մեր հաղորդաշարը կանանց մասին է, կանանց առաջնորդության, եւ մեր հաղորդման ընթացքում հրավիրում ենք այնպիսի կանանց, ովքեր իրենց ոլորտում ունեցել են մեծ հաջողություններ, ձեռքբերումներ, փորձում են իսկապես ոգևորիչ գործ անել, եւ ինձ հետաքրքիր է, դուք ինչպես եք մտածում, հա, դուք լինելով ձեր ոլորտի առաջնորդ կանանցից մեկը, դուք ինչպես եք մտածում, առաջնորդ ծնվում են, թե դառնում։ Ես մտածում եմ եւ նա իսկ եթե քո մեջ չկա այդ հատկանիշները, կյանքի բերումով, քո մեջ որակներ դաստիարակելով կարող ես դառնալ։ Համենայն դեպս ամեն ինչն է իմ կարծիքով այդպես, որովհետև եթե մարդու մեջից կա, նույնը մարզիկ կարող եմ ասել, սպորտսմեն ծնվում են, բայց ոչ բոլորն են դառնում։ Նույնիսկ սպորտսմեն ծնվածներն էլ չեն դառնում, ինչ պատճառներով, բայց եթե քո մեջ ինչ-որ չափով կա եւ դու դա զարգացնում ես, անպայման կդառնաս։ Նույնն էլ առաջնորդն է, կարծում եմ, դու պետք է զարգացնես քո մեջ այդ որակները։ Իսկ սպորտում հեշտ է լինել առաջնորդ դիրքերում։ Որպես այդպիսին, տեսեք, մեր սպորտաձևը անհատական սպորտաձև է, մեր թիմում այն ժամանակ հատկապես ես որ պարապում եմ, երբեք չեմ փորձել լինել առաջնորդ, լիդեր կամ ինչ-որ թիմում ավակի կարգավիճակ, ես միշտ պարապել եմ ինքս ինձ համար, չեմ սիրել, որ ինձ ինչ-որ մեկը ինչ-որ բան է հանձնարարում, բացի իմ մարզիչից, դա իմ բացառություն էր իմ կյանքում, եւ նույնն էլ ես չէի անում, բայց ինչ վերաբերում է խորհուրդ տալուն, օգնելուն, մեր թիմը այնպիսին էր, որ ինչով կարող էր մեկը մեկին օգնում էր։ Հետաքրքիր է, դու երբ երիտասարդ էիք ու այդպես մեծ եռանդով, ուժով պարապում էիք ամեն Աստծո օր։ Ես ինքս եմ ուղակի տեսել, հա, լսել ձեր հարցազրույցներում, թե ինչքան քրտնաջան եք աշխատել։ Դուք պատկերացնում եք, որ տարիներ անց ունենալու եք այսպիսի հաջողություն։ Իհարկե, ինչ որ բաներ պատկերացնում ես, բայց հետո երբ որ դու աշխատում ես, այո քրտնաջան, այո անմնացորդ, երբ որ նվիրվում ես, դու կարող ես հասնել հաջողությունների, որոնք որ չէիր էլ կարողանում պատկերացնել, եւ դա նորմալ է։ Շատ հետաքրքիր ձևով կյանքը մեզ տալիս է այն ամենը, ինչին մենք իրոք արժանի ենք եւ անցած ճանապարհն է արժանի, այնպես որ այո մենք կարող ենք նույնիսկ նման երազանքներ չունենալ եւ հասնել այդ ամեն ինչին։ Դրա համար ես կարծում եմ, որ եթե մարդ երազում է, մեր երազանքներն անպայման իրականանալու հատկություն ունեն, բայց մենք պետք է մեր անցած ճանապարհով արժանի լինենք այդ երազանքներին։ Մենք պետք է ջանք թափենք, աշխատենք, որպեսզի կարողանանք այն երազանքներն ու նպատակներն ունենք իրականացնենք։ Ու հավատացեք, երբ որ մենք նվիրվում ենք անմնացորդ, այդտեղ են եւ հոգեբանական երևի ասեմ եւ էներգետիկ շատ հետաքրքիր առանձնահատկություններ կան, մասնագիտություն, մարդ, այն գործիքով, որ աշխատում ես, այն վայրում, որտեղ որ աշխատում ես, եթե դու հարգում ես, սիրում ես, նույնիսկ քո գործիքը, քո գրիչը, եթե, չգիտեմ, գրիչով է քո աշխատանքը, դա շատ հետաքրքիր էներգիա ունի եւ մի օր այդ էներգիան անպայման հետ է վերադառնում, դրա համար շատ կարեւոր է հարգանքը
այն գործի նկատմամբ, որով որ զբաղվում ես, որովհետև դուք միասին եք անցնում այդ ճանապարհը։ Ես հիշում եմ ու այդ ձեր արտահայտությունը ինձ մոտ շատ լավ է տպավորվել, որ դուք մի անգամ ասացիք հարցազրույցներում, որ դուք անգամ ձեր ոտքը երբեք չեք գցել ձեր ծանրամարտի ձողից ու երբեք վրայով չեք անցել ու դա ինձ մոտ շատ լավ տպավորվել է, որովհետև ունենալ այդքան սեր եւ հարգանք քո գործիքի նկատմամբ, քո արած աշխատանքի նկատմամբ, ցավոք ոչ բոլորն են ունենում։ Եվ դա էլ է մեծ օրինակ ու մոտիվացիա, որ դուք սովորեցնում եք ինչպես պետք է հարգել գործը եւ աշխատանքը ու դա էլի ձեր կողմից այսպես շատ մոտիվացնող է։ Ամենայն ազնվությամբ եմ դա ասում։ Շնորհակալ եմ, այո, ես դա միշտ եմ անում եւ հատկապես դպրոցներում, երբ որ հանդիպումներ եմ ունենում, ես այդ միտքը անընդհատ եմ փորձում ասել ամենուր, երևի իմ հարցազրույցների մեջ անընդհատ այդ միտքը կլսեք, որովհետեւ դա իրոք շատ կարեւոր է, հարգանքը դիմացինի նկատմամբ, դիմացինի աշխատանքի նկատմամբ, քո գործիքի նկատմամբ։ Ես իմ ծանրածողի հետ նույնիսկ խոսում էի, ինքը իմ ամենամոտ ընկերն է եղել եւ չէ որ այն ժամանակ, երբ որ ես չեմպիոն եմ դարձել, ինքը եղել է իմ գլխավերևում եւ մենք միասին ենք անցնում այդ ճանապարհը։ Այնպես որ դա շատ կարեւոր է։ Այդ հարգանքը ամբողջությամբ ինքը մի մեծ էներգիա է։ Նազիկ, ծանրամարտը շատ տղամարդկանց բնորոշող սպորտ է եւ չգիտեմ, դա գուցե կարծրատիպ է բոլորիս մոտ, որ այդպես է, բայց ցավոք Հայաստանում շատ քչերն են զբաղվում ծանրամարտով, կանայք նկատի ունեմ, հա, քչերն են զբաղվում եւ ինձ հետաքրքիր է դուք լինելով այն կին առաջնորդներից, ովքեր գլխավորել են այս ոլորտը, ովքեր իսկապես ունեցել են շոշափելի հաջողություններ այս ոլորտում։ Հետաքրքիր է արդյոք ունեցել եք տղամարդկանց կողմից այդ մատերի արանքով վերաբերմունքը, հա, չգիտեմ ինչպես ճիշտ բնութագրեմ այդ բառը, որ հետաքրքիր բնութագրեցիք, հա, որ այսպես չէ, միշտ տղամարդիկ կանանց մատերի արանքով են նայում, ասում են դեսա ինչ պիտի անի կամ կին է էլի կզբաղվի իր համար հոբիի նման, շատ ժամանակ այդպես է ընկալվում, բայց ձեր արդյունքները փաստեցին եւ ապացուցեցին, որ կանայք եւս կարող են շատ լուրջ վերաբերմունք ունենալ իրենց գործի նկատմամբ եւ իհարկե ունենալ շատ լուրջ հաջողություններ։ Հետաքրքիր է ինչ բախումներ են եղել տղամարդկանց կողմից ձեր նկատմամբ։ Ես այդտեղից սկսեմ, թող ոչ ոք չնեղանա, քանի որ դա իրականություն է, իրողություն է, կարող են բացել տեսնել։ Միշտ մրցումների ժամանակ կանայք շատ ավելի հավասարակշռված են աշխատում եւ չիրականացված մոտեցումները շատ ավելի քիչ է աշխարհի եւ Եվրոպայի մակարդակով եմ ես ասում, այդ մրցումների մասին է խոսքը, ավելի հավասարակշռված ու ավելի շատ են մոտեցումներն աշխատում կանայք, քան տղամարդիկ։ Բայց մի քիչ մասնագիտությունը որակել որպես տղամարդկային կամ կանացի, ես դա չեմ ընդունում, որովհետև մարդ պետք է ընտրի այնպիսի մասնագիտություն, որը իրենը կլինի, որը ինքը կարողանա կսիրի, իր բնույթին համապատասխան կլինի։ Եթե կինը, օրինակ, հատկապես մենք գյուղերում ունենք աղջիկներ, ֆիզիկապես ուժեղ են մեր կանայք։ Դա մեր մեծ առավելությունն է աշխարհի նկատմամբ, որ հայ կանայք այո ֆիզիկապես ուժեղ են։ Մեր մկանային համակարգը շատ համապատասխան է ծանրամարտին եւ ֆիզիկական սպորտաձևերին։ Տեսեք, եթե մենք առօրյայում անընդհատ այդ ծանր գործեր ենք անում ֆիզիկական, ոչ ճիշտ տեխնիկայով, տարբեր ցավեր ենք ունենում ողնաշարի ձեռքի, եթե դա կարելի է անել տեխնիկապես ճիշտ եւ քո երկիրը ներկայացնել աշխարհին, դրանով կայանալ, դու արժեք ես ներկայացնում, չէ՞ որ դու երբ որ մի ինչ-որ արդյունքի ես հասնում, դու արժեք ես ներկայացնում քեզանից, եթե դու կարող ես, ինչու՞ չանես։ Ես այնպես որ երբեք չեմ մտածել, որ որևէ, չնայած սկզբում մտածել եմ դեռ երիտասարդ տարիքում, բայց դա ինձ համար ծանրամարտ դեպի մուտքը ծանրամարտ շատ կարևոր դաս եղավ, որ ես հասկանամ, որ ոչ մի բան պետք չի առաջի հայացքից դատել, քանի որ իմ մոտ էր այդպիսի տպավորություն, չոր, կոպիտ, ինքը սպորտաձև է, բայց երբ որ ես տեսա, թե ինչքան նրբությունների հետ կապված, ինչքան միլիմետրերի հաշվարկ, կենտրոնացում պահանջող եւ ֆիզիկական տվյալները մի քիչ հետ են ընկնում այլ որակների հետ համեմատած, ես հասկացա, որ ընդհանրապես պետք չի որևէ մի բանին առաջի հայացքից կարծիք կազմել, քանի որ դա իրականում կարող է չհամապատասխանել։ Հենց դրա համար ես եկա նրան, որ
կամ մասնագիտություն եւ մարդ, որը որ ուզում է, կարող է կամ չի կարող զբաղվել դրանով, կին, տղամարդ, այդպիսի հասկացողություն չկա։ Դա մենակ մեր մտքի մեջ է, մեր ձևավորված, չգիտեմ, հասարակության հետ կապված ասեմ, կամ շատ տարբեր հանգամանքներ կարող են լինել, եւ ուրիշների կարծիքը մենք հաճախ ընդունում ենք որպես ճշմարտություն եւ փորձում ենք անել այնպես, ինչպես որ ընտրել այն մասնագիտությունը, ինչը որ ուրիշների համար է ճիշտ, ուրիշների կարծիքով ճիշտ է մեզ համար։ Եվ զգում ենք, որ տարիների ընթացքում մենք չենք կարողանում առաջ գնալ եւ դա մերը չի, ինչ որտեղ նաեւ դժբախտ ենք զգում անհաջողակ, որովհետեւ դա մեր երազանքը չի եղել։ Եվ ես հաճախ եմ ասում, այո, հիմա էլ կկրկնեմ, շատերը քո հնարավորությունները չափում են իրենց սահմանափակումներից ելնելով։ Երբեք ու երբեք մենք չպետք է լսենք կամ ուշադրություն դարձնենք, երբ որ դիմացինը ասում է չես կարող, դա քոնը չի, թող, չէ որ ինքը չունի այն պատկերացումները, ինչ որ դու ունես, չէ որ ինքը չի ապրում այդ երազանքով, այդ գիտակցումով, ինքը այլ նպատակներ ունի, ինքը չի կենտրոնանում այն ճանապարհի վրա, ինչը որ դու ես քո մեջ, այդպես տեսել, պատկերացրել, այնպես որ շատ կարևոր է մենք ինչ որ մասնագիտություն դրում ենք, դա մեր երազանքն է, մեր ցանկությունն է, թե կարծիքների տպավորության տակ ենք մենք դրան եկել։ Ցավոք հիմա այնպիսի դարաշրջանում ենք ապրում բոլորս, որ մարդիկ ստիպված են լինում շատ տարբեր մասնագիտություններ փորձել, փնտրել, անգամ կան գիտական հետազոտություններ, որ մարդ իր կյանքի ընթացքում այս 21-րդ դարաշրջանում 7-ից 8 անգամ մասնագիտական փոփոխությունների է ենթարկվում։ Ձեզ մոտ թվով որերորդ մասնագիտությունն է։ Ես շատ տարբեր բաներ փորձեցի։ Մարզադպրոցի փոխտնօրեն բժշկական համալսարանում եմ դասավանդել, սովորել եմ սպորտային հոգեբանություն, սպորտային կինեզոլոգիա, շատ տարբեր, բայց հասկացա, որ ոչ մեկը իմը չի եւ ես չեմ կարող աշխատել այդ մասնագիտությամբ, դե սպորտը թողնելուց հետո ինչ որ մի բան պետք է անես։ Մարզիչ աշխատել եմ, զգացել եմ, որ դա իմը չի եւ ես չեմ կարողանում, որովհետեւ դա իմը չի, կարելի է ասել, մի քիչ ես իմ էներգիան այլ տեղ էի պատկերացնում, որ ես պետք է դնեմ եւ ի ուրախություն ինձ կարծես թե հիմա գտել եմ, երբեք չեմ վախեցել դա էլ ասեմ 0-ից սկսել, տեսեք արդեն բավականին մեծ եմ տարիքով եւ անցած տարինոր սկսեցի իմ հիմնադրամի հետ կապված գործունեությունը, բայց այդ 0-ից ասած հասկացողությունն է գոյություն չունի, ինչքան էլ մենք ուզում ենք նոր մասնագիտություն, նոր գործ, դա 0-ից չէ, մենք ունենք անցած ճանապարհ, կյանք, որը որ մեզ շատ հարցերում կօգնի։ Հատկապես ձեր դեպքում դա բացարձակ 0-ից չի ու բոլորը գիտեն ձեզ, այսինքն վստահությունը ձեր անձի նկատմամբ որպես մարզիկի, որպես անձնավորության, որպես բարձր կամային հատկանիշներ ունեցող կնոջ, վստահ եմ, որ շատ մեծ է։ Համենայն դեպս իմ շրջապատում մեծ մասը այդպես են մտածում։ Ինչու եմ այդպես ասում, որովհետև ձեր մասին հիմա շատ ակտիվ խոսում են։ Ես բնավ չեմ ասում, հա, վատառումով։ Նկատի ունեմ դուք հիմա շատ ակտիվ գործունեության փուլում եք եւ ձեզ կարելի է շատ եթերներում տեսնել, շատ տեղերում միջոցառումների ժամանակ տեսնել, քանի որ վերջին շրջանում նաեւ դուրս եկավ մեդալի հակառակ կողմը ֆիլմը, որը հենց ձեր մասին էր, ձեր կենսագրության մասին էր, դա էլ եւս մեկ անգամ մարդկանց տարավ հիշողություններով դեպի Նազիկ Ավդալյանի անցած այն ճանապարհը, որը գուցե շատերս չենք տեսել, գուցե պատկերացրել ենք, բայց այն ցավը, այն ամենօրյա տանջանքը, որը իրականում Նազիկը կրել է, որպիսի ունենա վերջնական այս արդյունքը, մենք ավելի լավ պատկերացրեցինք ֆիլմի ժամանակ։ Ինձ հետաքրքիր է, որպես կին միշտ մտածել եմ ֆիլմն նայելուց հետո, հա, այդ հարցը ինձ մոտ առաջացավ։ Հաճելի է, չէ, երբ քո անցած ճանապարհի մասին նկարահանում են այդպիսի ֆիլմ ու դու հենց գլխավոր հերոսն ես։ Իրականում եւ հաճելի է եւ շատ դժվար, հատկապես երբ որ դու այնպիսի մարդ ես, ով անձնական կյանքը երբեք չի հանրայնացնում, ես միշտ վատ եմ զգացել այն մտքից, որ որևէ մեկը կարող է ինձ խաբել կամ որևէ մեկը ինձ հետ վատ վարվել, դավաճանության մասին, էլ չեմ խոսում դավաճանություն, անձնական հարաբերություններում նկատի ունեմ, ես չեմ սիրում խոսել այդ մասին եւ դա այդպես հանրայնացնել ինձ համար շատ դժվար էր։
Ես ուզում եի ֆիլմ նկարահանվեր, քանի որ ես իմ անցած ճանապարհի մասին ասելիք ունեի ու շատ կուզենայի, որ այնպիսի մի ձևով ասվեր, որ դա ավելի հասանելի դառնար եւ մարդիկ ավելի པարզ ենթադրություններ անեին իրենց կյանքի համար եւ այո, մարզիկի մասին էր ֆիլմը, բայց յուրաքանչյուր մարդ կարող էր իրեն գտնել այդ ֆիլմում, քանի որ այս պարագայում ցույց տվեց մարզիկի ճանապարհը, բայց փոխաբերական իմաստով յուրաքանչյուր մարդ իր ընտրած ոլորտում անցնում է այդպիսի ճանապարհ, շատ դժվար հոգեբանական առումով, այնպես որ ես ինչքան համարում եմ ֆիլմը ինչ որ չափով ստացված, քանի որ այո շատ եմ լսում նման արձագանքներ, որ իրենց ֆիլմը ուժ է տվել, մոտիվացրել է եւ շատ են գրում, որ իրենց տեսել են այդ ֆիլմում եւ որոշել են, որ պետք է քայլ անեն, դա ինձ համար շատ կարեւոր է, հատկապես առողջական խնդիրների համար պայքարելու հետ կապված շատ նամակներ եմ ստացել, դա ինձ համար կարելի ասել, ես հենց դրա համար էի ուզում, որ ֆիլմ նկարահանվեր, ոչ թե նրա համար, որ իմ մասին ֆիլմ լիներ, այդ ամենայն անկեղծությամբ բնավ դրա հետ կապված։ Չէ, բայց ինձ թվում է ամեն դեպքում հաճելի է, հատկապես երբ լավ գործ ես անում։ Պատասխանատու շատ։ Պատասխանատվության մասով համաձայն եմ, շատ համաձայն եմ։ Հետաքրքիր է, իսկ որպես կին մարզիկ դուք ինչպիսի տենդենց եք նկատում սպորտում, որովհետև մենք հիմա տեսնում ենք, ունենք մարզիկներ, բավականին հաջող արդյունքներով տեսնում ենք, գնում են տարբեր մրցումների, բավականին լավ տեղեր են գրավում, ամեն դեպքում Հայաստանի դրոշը ծածանում են տարբեր հարթակներում, բայց հետաքրքիր է արդյոք ձեր չասեմ ձեր պրոպագանդայից, բայց ձեր ներկայությունից սպորտում դուք ինչ եք նկատում, կանայք ավելի շատ են սկսել զբաղվել սպորտով։ Հիմա այո, բայց ես շատ կուզենայի, որ շատ ավելի շատ լինեին պրոֆեսիոնալ սպորտով զբաղվողները, քանի որ մեր մեջ, ինչպես նշեցի, կա այդ պոտենցիալը։ Եվ ի ուրախություն ինձ ասեմ, որ բավականին շատ աղջիկներ են հիմա պարապում, մի պահ սերնդափոխություն եղավ, որովհետև քիչ էին աղջիկները, մեզանից հետո մի պահ դադար եղավ, հիմա էլի Եվրոպայի ու աշխարհի մակարդակով լուրջ արդյունքներ են գրանցում, բայց ես նաև շատ կուզենայի, որ ոչ թե քաղաքներից, այլ նաև գյուղերից լինեին այդ երեխաները, քանի որ այնտեղ մենք ունենք հսկայական պոտենցիալ, ու դա շատ կարևոր է, թեկուզ եւ ոչ պրոֆեսիոնալ սպորտով, բայց սպորտով զբաղվելը կարևոր է։ Այ գյուղերի մարզերի մասին շատ եմ ուզում խոսենք, որովհետև ես ինքս էլ ծնունդով մարզից եմ, Արմավիրից եմ եւ միշտ նկատել եմ, որ մարզի երեխաները ավելի մեծ մոտիվացիայով ու պատրաստակամությամբ, ավելի մեծ ձգտման հնարավորություններով իրենք ամեն բան անում են, որպեսզի քաղաքում, իրենց ոլորտում ունենան մեծ հաջողություններ, այսպես ասած, ոնց որ գենետիկորեն իրենց մարզում բնակվելը, շատ հնարավորություններ չունենալը, իրենց մեջ դնում է այն պահանջը, դա գուցե ներքին պահանջ է, չեմ կարող ասել, բայց դնում է այն պահանջը ներքին, որ իրենք փորձեն հնարավորինս հաջողություններ ունենալ ամեն մեկն իր ոլորտում։ Նույն բանը ես կարող եմ հենց իմ մասով ասել, ինձ միշտ ավելի փոքր տարիքում շատ էին ասում, որ մենք երբեք չէինք ասի, որ դու մարզից ես, ինչպիսի ակտիվ գործունեությամբ ես զբաղվում ու ես միշտ վիրավորվում էի, կարծես թե այդ ինչ նախադասություն է, չէինք ասի, որ դու մարզից ես, բայց ինչ կա դրա մեջ, եթե ես մարզից եմ, ես հպարտ եմ, որ ես մարզից եմ, ես այնքան շատ եմ սիրում իմ քաղաքը, որ ամեն հնարավորության ժամանակ փորձում եմ իմ քաղաքի համար մի լավ բան անել։ Այ հետաքրքիր է, դուք ինչպես եք կարծում, քանի որ դուք եք մարզից, գյումրեցի եք, ինչպես եք դուք տեսնում իրավիճակը, արդյոք մարզի երեխաների մեջ բացի այն, որ ուժային պոտենցիալ կա, հնարավորություններ կան, տաղանդ կա, հատկապես Գյումրիում, ոչ միայն Գյումրիում, բայց գյումրեցիները դե իրենց տաղանդով շատ ավելի առանձնանում են, բայց հետաքրքիր է, ոնց եք դուք տեսնում իրավիճակը։ Ցավոք այո, նման թյուր կարծիք կա մարզերում ապրող երեխաների մասին, մարդկանց մասին։ Ես այսքան տարիներ, արդեն 10 տարուց ավել, ես տարբեր մարզեր եմ գնում, գյուղեր, դպրոցներում հանդիպումներ, ասեմ իմ ամենասիրած ֆորմատն է եւ ես հնարավորինս աշխատում եմ չմերժել, ժամանակ գտնել, որպեսզի գնամ գյուղեր, շփվեմ երեխաների հետ, որովհետեւ դա շատ կարեւոր եմ համարում ու անընդհատ ամեն անգամ, երբ ես իրենց հետ շփվում, խոսում, իրենց ներաշխարհին ծանոթանում եմ, ես հասկանում եմ, որ մենք այնտեղ գանձեր ունենք, որոնց որ պետք է բացահայտել ամեն առումով։ Այո, շատ ավելի
հավասարակշռված են, շատ ավելի հասուն են։ Ես չեմ ուզում ինչ որ մի կերպ վիրավորեմ քաղաքում ապրող երեխաներին, բայց այստեղ մի քիչ ուշադրությունը ավելի շատ է, պայմաններն ավելի շատ են, հնարավորությունները շատ են, իսկ այնտեղ երեխաները կարիք ունեն այդ ամեն ինչի։ Իրենք չունեն խղճահարության կարիք երբեք ու երբեք։ Ես չեմ ուզում, ես ընդհանրապես ուզում եմ, որ մենք մեր բառը մեր մտքից բառապաշարից դուրս գա, այո։ Այնտեղ երեխաներին պետք է պարզապես հնարավորություն, որպեսզի իրենք իրենց պոտենցիալը դրսևորեն, ցույց տան, եւ ես այո գտնում եմ, որ այնտեղ պետք է լինի այնպիսի միջավայր, որ երեխան կարիք չունենա լքի իր գյուղը, որպեսզի ինչ որ մի արդյունքի հասնի իր կյանքում։ Քանի որ մեր խոսակցությունը տրամաբանորեն եկավ այն կետին, ես ուզում եմ հարցնել այն մարզադպրոցի մասին, որը դուք պատրաստվում եք կառուցել Փանիկ գյուղում, ճիշտ եմ, չէ՞ հիշում։ Փանիկ գյուղում հետաքրքիր է, որ վերջերս եմ Փանիկում եղել առաջին անգամ, եւ շատ Փանիկը ինձ մոտ տպավորվել է ու հատկապես զարմացա եւ այսպես ուրախանալով զարմացա, երբ իմացա, որ որոշել եք ձեր նախագիծը իրականացնել հենց Փանիկում։ Առաջինը առաջինը իրականացնել Փանիկում, հետաքրքիր է ինչպես որոշեցիք, որ հենց Փանիկից եք սկսելու։ Երբ որ իմ մտքում կար դեռ ծանրամարտի մարզադահլիճ կառուցել ինչ որտեղ, տեսեք մի փոքր հեռվից սկսեմ, այսքան տարի լինելով սպորտում, ամբողջ իմ կյանքում կարելի ասել լինելով սպորտում, ես 2016 թվականից թողեցի մեծ սպորտը եւ անընդհատ իմ մեջ ինչ որ մի միտք էր պտտվում, որ ես չեմ կարող թողնել երկրից գնալ, ես չեմ կարող իմ ոլորտը ամբողջությամբ փոխել, քանի որ զրոյի կհավասարվի այն ճանապարհը, որը որ ես անցել եմ։ Դա պետք է ինչ որ մի ձևի ես կարողանամ այնպես անել, որ գալիք սերունդները օգտվեն այդ ամեն ինչից, եւ նաեւ դա դառնա արժե համակարգ նրանց արժեքների մեջ լինի, դա որ եթե իրենք էլ ինչ որ մի արդյունքի հասնում են, պետք է այնպես անեն, որ ինչ որ մի բան իրենք էլ թողնեն իրենց սերունդների համար։ Դա ես շատ եմ կարևորում ու անընդհատ մտածում եմ ինչ որ գործունեություն անեմ հատկապես մարզերում, դե ինչպես նշեցի, ինչի համար մարզերում, որովհետև անընդհատ ես այնտեղ տեսել եմ այդ պոտենցիալը, որ հիմա պատրաստ եմ կարելի ասել իմ ամբողջ կյանքի էներգիան ներդնել, որպեսզի այնտեղ զարգանա ոչ միայն սպորտը։ Հիմա կգանք դրան։ Եվ այդպես մտքերով հասունացավ արդեն այն պահը, որ որոշեցինք գնալ ավելի ճիշտ Արթիկի շրջանում, նա տեսնել որտեղ կա հարմար տեղ, գյուղ, որպեսզի այնպիսի մի տեղ կառուցենք մարզադպրոցը, որ հարմար լինի նաև այլ գյուղերից երեխաները կան, եւ այդտեղ մենք առաջարկ ստացանք, հենց այդ առաջի հանդիպման ժամանակ կարելի ասել մեզ հողատարածքը ցույց տվեցին, իդեպ արդեն հողատարածքը հանձնվել է հիմնադրամին, անհատույց 14000 քառակուսի մետր, եւ տարածքը գտնվում է այնպիսի վայրում, որ կարելի ասել Աբարան եւ Գյումրի այդ գլխավոր փողոցի հենց մոտ է առաջիկից, այդպես եւ 23 համայնքի 23 գյուղերից տրանսպորտային հասանելիություն կա եւ սպասարկում է կարելի ասել 6000-ից ավել երեխա հնարավորություն ունեն գալ մարզադահլիճում պարապելու եւ ասեմ ոչ միայն համայնքի երեխաները կան գյուղեր, որտեղից որ էլի տրանսպորտ կա, տրանսպորտի հասանելիություն կա եւ եթե նույնիսկ վայրեր կան, որտեղ որ մոտ են, իսկ տրանսպորտ չկա, մենք պատրաստվում ենք ապահովել, որպեսզի հնարավորինս շատ երեխաներ, համայնքի շատ երեխաներ կարողանան գալ եւ զբաղվել սպորտով։ Դա գնաց արդեն ծրագիրը այնպես, որ դարձավ ոչ միայն ծանրամարտի մարզադահլիճ, այլ մարզակրթական կենտրոն, ու ես տեսեք ինչպես եղավ, ես հասկացա, որ եկա նրան, որ միայն ծանրամարտի մարզադահլիճ կառուցելով ես չեմ կարող լուծել իմ առջև դրված խնդիրը։ Երեխան կգա ծանրամարտի, իր համար հարմար չի լինի, կթողնի եւ արդեն նորից նույն խնդիրը կլինի եւ մի քանի երեխաներ ընդամենը կկարողանան ինչ որ արդյունք անել կամ սպորտում մնալ եւ այդպես կարելի ասել մեր ծրագիրը գնաց նրան, որ հիմա կենտրոնը ընդգրկում է 6 սպորտաձև՝ ծանրամարտ, ըմբշամարտ, բռնցքամարտ, սպորտային եւ ազգագրական պարեր, լող եւ ֆուտբոլ։ Դրա հետ մեկտեղ ոչ ֆորմալ կրթությանն ենք շատ մեծ ուշադրություն դարձնելու, այնտեղ նաեւ անցնելու են փափուկ հմտություններ, լինելու է սպորտային բժշկություն, սպորտային հոգեբանություն, ամֆիթատրոն, որպեսզի երեխաները ֆիլմեր դիտեն, միջոցառումներ անեն, ցուցահանդեսներ, գրադարան, ճաշարան, այն ամեն ինչը որ պետք է երեխային պրոֆեսիոնալ սպորտով եւ
պարզապես սպորտով զբաղվելու համար, թեկուզ եւ չդառնա ինքը պրոֆեսիոնալ մարզիկ, բայց մենք կունենանք համատարած ուժեղ մտածելակերպով, ազգային մտածելակերպով սերունդ, որը որ ինձ համար կարելի ասել առաջնային է։ Արդեն նախագծային փուլում է ծրագիրը, նաև նշեմ, որ կառույցը ամբողջությամբ հարմարեցված է լինելու հաշմանդամություն ունեցող երեխաների համար, քանի որ բոլորս էլ ունենք առողջական խնդիրներ եւ դա պետք է առիթ չլինի չզբաղվելու սպորտով։ Մենք ունենք պարաօլիմպիկ խաղեր, երեխաները կկարողանան պարապել, մասնակցել եւ իրենք էլ ներկայացնել իրենց երկիրը աշխարհին։ Նազիկ, քանի որ դուք հիմա ղեկավարում եք Նազիկ Ավդալյան հիմնադրամը եւ այդ հիմնադրամի շրջանակում եք, չէ, իրականացնում այս նախագիծը մարզադպրոցի հետ կապված, ինձ նաև շատ հետաքրքիր է, քանի որ հիմա նախագծային փուլում եք, ինչպես ասացիք, հետաքրքիր է ֆոնդը հայթայթումը ոնց է կանում, որովհետև գիտեմ եւ պատկերացնում եմ, որ ահռելի մեծ ներդրումներ են պետք, որպեսզի այս նախագծերը կարողանաք իրականացնել եւ շարունակական ձևով, իրականացնել։ Հետաքրքիր է ներդրումները որտեղից եք գտնում, արդյոք ներդրումների մասով չեք ունենում խնդիրներ, բախվում եք ինչ-որ լուրջ հարցերի, որոնք ձեզ մտահոգում են։ Բնականաբար դժվար է եղել այդ պահով, դժվար է, բայց ուրախություն մեզ կա պետական աջակցություն, պետությունը պատրաստվում է ֆինանսավորել նախագիծը, որը որ շատ կարևոր է, քանի որ դա ազգային ծրագիր է եւ պետական ռազմավարության մեջ կա մարզերի զարգացում, մարզադպրոցներ կառուցելու միջոցով։ Իհարկե այս ծրագրի մեջ շատ կարևոր կլինի բիզնեսի ներգրավվածությունը, քանի որ առանց նրանց հնարավոր չի լինի։ Տեսեք, դա զարգացման ծրագիր է որպես այդպիսին ոչ այնքան բիզնես, ինչքան որ մարզերի զարգացման ծրագիր, եւ այո, ես շատ եմ կարևորում գործարարների ներգրավվածությունը։ Տեսեք, նաեւ հիմնադրամը այնպիսին նվիրաբերությունների հետ կապված ես միշտ ուզեցել եմ հենց սկզբից գնա նրան, որ ինքը լինի ազգային եւ թեկուզ փոքրիկ ներդրումով, ասենք տնային տնտեսուհի է փոքրիկ թվացող, որովհետեւ դա շատ մեծ հարցեր կարող է լուծել եւ կարող է հենց մի երեխայի չեմպիոն դառնալու գումար այդ տարիներով հավաքվի եւ դա շատ կարեւոր է։ Ես կարծում եմ, որ մարզերի համապարփակ զարգացումը շատ կարևոր է Հայաստանի ընդհանուր զարգացման մեջ, քանի որ միայն Երևանով եւ մարզերը անտեսելով մենք չենք կարող որևէ հարց լուծել։ Այն կառույցը, որը որ կառուցվելու է, ՆԱՎ մարզակրթական կենտրոնը, դա ոչ միայն սպորտի զարգացում է, այլ նաև մարզերի համապարփակ զարգացում։ Այդ կառույցի արկայության դեպքում նաև կարող է զարգանալ մարզերում խոշոր մանր ու միջին բիզնեսը, տուրիստների այց կլինի դեպի Հայաստան, արդեն ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն, որտեղ որ կկարողանան նաև մասնակցել արտասահմանյան մարզիկներ, տարածաշրջանային ուսումնամարզական հավաքներ, շատ կարևոր հարցեր է լուծում այդ կառույցը։ Նաև համապատասխանում է միջազգային ստանդարտներին, դա եւս շատ կարևոր է, որպեսզի այո մարզերում մենք ունենանք միջազգային ստանդարտներին համապատասխան կառույցներ, եւ դա նաև Հայաստանի միջազգային մագարտակն է բարձրացնում որպես կայուն զարգացման ուղի ընտրած երկիր։ Իսկ կարծում եմ մարզերի զարգացումը արդեն մեծ առաջընթաց է Հայաստանի համար։ Ես այսպես որ լսում եմ ձեր ծրագրերի մասշտաբները, անկեղծ ինձ հիացնում ու ուրախացնում է, որովհետև բոլորս գիտենք, ամեն բան կենտրոնացած է մայրաքաղաքում Երևանում, իհարկե դա շատ լավ է, դա պիտի այդպես լինի, բայց մենք նաև պետք է չմոռանանք մեր մարզերը։ Նույն բանը ես ինքս էլ փորձում եմ արմավիրում անել իմ ռեսուրսների հնարավորին չափով, որ իմ մարզում գոնե իմ փոքրիկ լուման կարողանամ ներդնել եւ ունենալ։ Եվ տեսնում եմ ինչքան բացեր կան, ինչքան իսկապես պոտենցիալով մարդիկ կան, ովքեր չգիտեն անգամ, որ իրենք այդ պոտենցիալը ունեն եւ այդպես էլ պոտենցիալը մնում է չբացահայտված։ Եվ ես շատ տեսնում եմ այդպիսի մեծ պոտենցիալ ունեցող կանանց, աղջիկների, ովքեր ուղղակի չգիտեն ինչպես շարունակեն իրենց ճանապարհը, ինչ մասնագիտություն ընտրեն, ինչ ճանապարհով գնան։ Իհարկե, ինձ համար եւս կնոջ մեծագույն առաքելությունը դա մայր դառնալն է առաջին հերթին, արարելու, ծնելու այդ հիմնական գաղափարը, տանելը, որովհետեւ ինձ համար մարդը
արդեն իսկ կարարող է, իսկ հատկապես կանայք իրենք մայր են դառնում եւ շարունակում են մեր ազգը եւ շատ օգտակար գործ են անում, բայց այսքանով մեկտեղ ես նաեւ ուզում եմ, որպեսզի կանայք իսկապես ունենան այն հավատը իրենց նկատմամբ, որ կարողանան իրենց ոլորտներում, իրենց մասնագիտություններում ունենալ մեծ ձեռքբերումներ։ Հետաքրքիր է, դուք որպես այսպես ճանապարհ անցած մարդ, կայացած մարդ, ինչ խորհուրդ կտաք մեր կանանց, որտեղից սկսեն իրենք, ինչպես ընտրեն եւ գտնեն իրենց ճանապարհը, ինչպես գտնեն իրենց մասնագիտությունը, ինչպես որ դուք ասացիք։ Շատ կարևոր է մի հատ ներս նայել, հասկանալ, թե իրենք ինչքան ուժեղ են, որովհետեւ յուրաքանչյուր կին շատ ուժեղ է իրականում։ Բնությունը այո, այդպես ստեղծել է, եւ մենք որ մի պահ նայենք, թե մենք ինչքան մեծ պատասխանատվություն ենք վերցնում մեր վրա, շատ տարբեր։ Իրոք կինը շատ ուժեղ է։ Մի հատ հասկանա ինքը ինչ է ուզում, չվախենա ռիսկել, չվախենա, դա ամենակարևոր բանն է։ Ոչինչ թող չստացվի, բայց նորմալ է որ չստացվի, ոչ մի բան չի լինի։ Կարող է էլի փորձել, բայց չվախենալ գնալ դեպի անորոշություն։ Մեր վախերը ինչից են, անորոշությունից եւ կորցնելու վախ, ինչ որ մի բան կորցնելու վախ, որ նայենք ուրիշ վախ չկա։ Եթե նույնիսկ վախենում ենք չստացվել, ինչ որ մի բան կորցնել դրա փոխարեն, եթե մենք չրիսկենք, մենք կմնանք այդպես չագերտավոր մեր կոմֆորտի մեջ, ոչ երջանիկ, իսկ մենք այո արարող ենք, տեսեք կանայք կան, իրենք շատ երջանիկ են տնային տնտեսուհու կարգավիճակում, մոր կարգավիճակում, իրենք դաստիարակում են այնպիսի մարդիկ, ովքեր որ կարող են լինել լեգենդներ աշխարհի համար, կարող է իր առաքելությունը դա է, կինկա իրեն զգում է որպես գործարար, չի անում այս գործունեությունը, ինքը պետք է իր մեջ հասկանա ինչ է ինքը ուզում։ Դա շատ կարևոր է, երբ մենք իրոք զգում ենք ինչ ենք ուզում իրականում եւ չվախենա գործել։ Իսկ դա էլ նշեմ, որովհետեւ շատ կարևոր է, իսկ եթե մենք շատ ենք ուզում, շատ ենք էներգիա տալիս մի բանի, ինչը որ իրոք ուզում ենք, ես չգիտեմ ոնց ասեմ, դա կարող է մի քիչ գիտակցաբար չլինի, ռեալիստները այդպես չմտածեն, բայց Աստված թե տիեզերքը, թե մեր մտքերը մեզ բերում են այնպիսի մարդկանց, այնպիսի իրադարձություններ, այնպիսի հանդիպումներ, որ իրենք մեզ օգնում են մեր նպատակին հասնելու գործում։ Պարզապես պետք է մեր նպատակներն ու երազանքները շատ ցնենք դրական էներգիայով ու անպայման քայլեր անենք։ Նազիկ, իսկ ինչ անեն այն կանայք, ովքեր փորձում են, բայց կարծես թե իրենց մոտ չի ստացվում, անդադար անում են, գործողություն են անում, սա են փորձում, նա են փորձում, այս ծրագիրն են անում, այս փոքրիկ բիզնեսն են բացում, բայց ինչ որ մի բան չի գնում իրենց պլանավորածով։ Պետք է հասկանալ ինչի չի գնում։ Ինչ որ մի հմտության պակաս է, ինչ որ մի բանի պակաս է։ Մենք ինչ որ պահ պետք է մոռանանք մեր նպատակն ու երազանքը մեծ։ Հասկանանք մեզանից հիմա ինչ է կախված։ Ինչ պետք է անենք, ինչ որ թեկուզ լեզու սովորել, ինչ որ հմտություն սովորել, որ մենք կարողանանք անել։ Այդպես թռիչքներով գնալ պետք չի, ճիշտ է, բոլորս էլ ուզում ենք շատ շուտ հասնել մեր նպատակին, բայց մենք պետք է հասկանանք, որ չասեմ շատ դժվար, որովհետև դա էլ է հարաբերական, հեշտ ու դժվար ճանապարհը, բայց աշխատանք է պետք։ Իսկ հանձնվելու, չստացվելու դեպքում հանձնվելու, հուսահատվելու հետ կապված ես միայն մի բան կասեմ, այս 1 տարին, ինչ ես հիմնել եմ հիմնադրամը եւ աշխատում ենք այս ծրագրի վրա, եթե չլիներ իմ անցած կյանքը, սպորտային այդ տարիները, ես երևի թե շատ շուտվանից էի հանձնվել, որովհետև այն խոչընդոտների առջև, որ ես եմ կանգնել, հաստատ հետ կկանգնեի հասկանալով, որ դա անհնարին է։ Իսկ ես քանի որ պարզ գիտակցում եմ, որ անհնարին իրականում ոչինչ չկա, եւ ես անում եմ այն գործը, ինչը որ սիրում եմ, ինչը որ ուզում եմ, ու ես ուզում եմ, եթե իրականում ուզում ես, երկեր անպայման կգտնես։ Եթե չես ուզում, ես դա միշտ ասել եմ, չկարողանալը հավասար է չուզենալուն։ Ինչ որ մի բան, ուրեմն այն չի, պետք է այլ բան փորձես, չգիտեմ ինչ որ, բայց պետք է փորձես շատ բաներ եւ մի օր շատ մի գեղեցիկ օր, այնքան ամեն ինչ լավ կստացվի, որ մենք չէինք սպասում։ Դե ինչպես ասում են, չլինող բան չկա, չէ, ցանկության հարց է։ Նա նշանակ այդպես է։
Շատ շնորհակալ եմ զրույցի համար, իսկ հաղորդման վերջում ուզում եմ, որպեսզի եւս մեկ անգամ հիշեցնենք մեր ռադիո ընկերներին, հեռուստադիտողներին, թե ինչպես կարող են ցանկության դեպքում օգնել հիմնադրամին եւ ունենալ լումա մարզերի զարգացման գործում։ Ես շատ ուրախ կլինեմ, որ այդ մարդիկ շատ լինեն։ Ի ուրախություն ինձ արդեն կան գործընկերներ, կան մարդիկ, ովքեր որ հիմնադրամի կողքին են, բիզնեսներ, ովքեր որ ֆինանսավորում են գործընկերներ են հիմնադրամի, կարող են թեկուզ եւ ծանոթանալու համար կարող են մտնել Avdalian Foundation Google-ում, դա հիմնադրամի կայքն է, այնտեղ կա նվիրատվության, շատ հեշտ է ամեն ինչ, կարող են մտնել, ծանոթանալ, եթե հետաքրքրում է եւ շատ շնորհակալ կլինեմ, եթե մասը կազմեն այս կարելի ասել այդպես մեկ բառով ապագա չեմպիոնների ստեղծման գործում։ Շնորհակալ եմ Նազիկ, ես սրտանց մաղթում եմ ձեզ եւ ձեր ծրագրերին հաջողություն, տա Աստված, որ 1 տարի անց մենք հանդիպենք եւ դուք արդեն ունենաք ռեալ ծրագիր իրականացրած եւ խոսենք արդեն իսկ իրականացրած ծրագրերի ու այլ նպատակների մասին։ Դե ինչ շնորհակալ եմ, որ հյուր եկաք ու ժամանակ տրամադրեցիք, իսկ այժմ հիշեցնեմ մեր ռադիո ընկերներին եւ դիտողներին, որ Գործարար ալիքի եթերում էր 2x կանանց առաջնորդության մասին հաղորդաշարը, ես Մանե Բարեղամյանն եմ եւ իմ հյուրն էր աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը։